խոսում։ Իհարկե առանց տոկոսի, քանի որ դաշինք ընկերությունների խմբի կամ մասեր կազմում կամ աֆիլիացված պաշտոնատար անձանց ընկերությունների Ինչու՞ ես լսել եմ նաև որ տենց երևույթներ են արձանագրվել, որ հեծի անունով վարկ են վերցրել բանկերից եւ տոկոսով եւ առանց տոկոսի վարկը այդ նույն գումարը ըստ էության տվել են որևէ կարգավիճակով կամ կոնկրետ անձանց կամ կոնկրետ ընկերությունների, ասենց երևույթ էլ նկատվել է, հա։ Քանի որ վարույթի ավարտից օրեր առաջ ես արդեն հանդիպել եմ նաև միջազգային բանկերի EBRD, ADB-ի, ֆինանսական միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին պաշտոնական եւ այդ մասին արդեն պաշտոնապես զրույց ենք ունեցել, ես ինձ թույլ տամ նաև եթերում այդ մասին խոսել, որ այո, դա ուրեմն այն երևույթի մասին է, որ հեծը 100%-ով գրավադրված լինելով միջազգային բանկերում եւ ունենալով վերջիններիս նկատմամբ շուրջ 116 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորություններ, պայմանագրային պարտավորություն ուներ որևէ տեսակի երաշխավորություն, գրավ, այլ վարկային միջոցներ ներգրավելու պարագայում թույլտվություն ստանալ վերջիններից, այդ թվում նաև որոշակի սահմանաչափի դեպքում պարտավոր էր համաձայնություն ստանալ հանրային ծառայությունում կարգավորող հանձնաժողովից, իսկ որոշակի սահմանաչափի նույնիսկ դեպքում օրենքի իմպերատիվ պահանջով նաև պարտավոր էր կառավարության համաձայնություն ստանալ։ Եվ ահա հեծի կառավարիչները եւ տնօրենների խորհուրդը վերջինիս որոշումներով 9 տարվա մեջ շուրջ 691 միլիոն ամերիկյան դոլարի հասնող երաշխավորություններ են տրվել մի քանի տասնյակ տարբեր ընկերությունների, տաշիր ընկերությունների խմբի դարձյալ ուղղակիորեն աֆիլիացված կամ անուղղակիորեն իրական շահառու հանդիսանալով եւ գրավադրելով առանց գրավի առարկայի իհարկե, բայց երաշխիքը ինքնին ենթադրում է գրավը։ Քանի որ երաշխավորության պայմանագրի մեջ արդեն նշված է, որ հեծը այդ երաշխավորությունների համար պատասխանատվություն է ստանձնել իր ողջ շրջանառու միջոցներով, գույքով եւ ամբողջ կարողություններով։ Հիմա կներեք, այդ 3 դեպքերն էլ արձանագրվել են, որ միջազգային կազմակերպությունների հետ պետքա ճշտվեր, բայց չի ճշտվել, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ պետքա ճշտվեր, բայց չի ճշտվել, կառավարության հետ պետքա ճշտվել ու չի։ 3-ն էլ կան պրակտիկայում են։ Եվ նախորդին հնչեցրած 6 հիմնավոր կետերից մեկը նաև արդեն այդ փաստը երաշխավորություններն է։ Ընդ որում ընթացիկ տարվա մարտ ամսվան 42.5 միլիոն դրամի նմանատիպ երաշխավորության պայմանագրի դարձյալ կնքվել էր այս տարվա, այսինքն չեն կարող ասել, որ դա նախկինում է տեղ ունեցել եւ մեր հայթայթած, այսպես ասեմ, քանի որ այս փաստերը բոլորը մենք հայթայթել ենք, այդ թվում նաև սերվերներում ջրջված տեղեկատվության վերականգնման արդյունքում ենք ձեռք բերել այս ամբողջ տվյալները, որովհետև գաղտնի են պահում մեզանից եւ իմ նշանակումից առաջ այդ բոլոր փաստաթղթերը նաև արխիվից վերացվել էր, պարզապես աղալու միջոցով վերացվել են։ Այդ բոլոր փաստերը դարձյալ այս այժմ քննության արժան դարձել։ Բանկային համակարգում չեն կարող չլինեն, որովհետև իրանցից դուք ճիշտ եք, ցավալին այն է պարզապես, որ տարեկան աուդիտը, որը պայման է նաև ՀՑԿ կողմից, տարեկան աուդիտի փաստաթղթերով էլ այդ տվյալները չէին անցնում եւ իրենք իսկ հեծը նաև իրենց իսկ կողմից պատվիրված եւ իրականացող աուդիտի տվյալներում էլ չեն ներառել այդ փաստերը եւ հունիսի 1-ի դրությամբ պարտավորությունը ֆիքսված է հստակ, որ պետք է ներ տվյալներ։ Անշուշտ ցանկացած ֆինանսական գործառնություն պիտի արտացոլվի աուդիտում։ Այսինքն տեղ չկա ասելու, որ հայեցողությունը կուզեին կարտացոլեին, չէին ուզի։ Բացարձակ չեն կարող նման բան պնդել եւ ավելին ասեմ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ, այսինքն վարույթը հարուցելուց ամսուկես առաջ այդ երաշխավորությունները 212 միլիոն դրամ էր կազմում։ Իմ նշանակումից օրեր անց, երբ այդ մասին արդեն իմ ուսումնասիրությունը վերահսկողության արդյունքում ձեռք բերված տվյալներ ստացա եւ խորամուխ եղանք փաստաթղթերի, այսպես ասած հայթայթմանը, իմ ունեցած հավաստի տվյալներով շուրջ 5 բանկերում ունեցած երաշխավորությունների զգալի մասը հրատապ կարգով մարվում են տաշիր ընկերությունների խմբի սեփականատերի կողմից։ Այս պահի դրությամբ շուրջ 48 միլիոն դոլարի պարտավորություն է դեռևս առկա միայն մեկ բանկում։ Թեպետ մենք մյուս բանկերին եւս այդ տվյալ բանկին պաշտոնապես հուլիս ամսվա վերջերից օգոստոսի սկզբին արդեն պաշտոնապես գրագրություններով խնդրել ենք մեզ տրամադրել հեծի հետ ունեցած ողջ ֆինանսահյութական փոխպարտավորությունների պատկերը։ Սկզբնական շրջանում տարակուսանքով եմ ասում, բանկերը խուսափում են այդ մասին մեզ հետ խոսելուց, որովհետև իրենք էլ վստահաբար հասկանում են, որ հեծի կողմից
լրջագույն առերևույթ խախտումներ է տեղի ունեցել եւ վերջն արդյունքում հասանք դրան, որ բանկերն իրենք արդեն մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ քանի որ այդ գործառնությունները իրավակարգավորումից դուրս են, մենք դրանք համարում ենք օրենքից դուրս եւ դրանք առողջին չեն այս պահին։ Բանկերն իրենք խոստովանեցին։ Բացառությամբ մի բանկի, որ այդ այս պահին բանակցությունը